Փորձանոթում Մաքս ֆազի փոշի է լաբորատորիան քիմիական ֆիզիկայի ինստիտուտին է, որտեղ մասնագետները էքստրեմալ պայմանների բարձր ճնշման, ջերմաստիճանի ու ճառագայթման դիմացող նաև էնտրոպիական նոր նյութեր են ստանում։ Գրաֆիտով իզոլացնելուց հետո անհրաժեշտ է նյութը լցնել կաղապարի մեջ եւ այնուհետեւ նորից վերևից իզոլացնել։ Նմուշը լաբորանտը մանրամասն նախապատրաստում է կայծապլազմային եռակալման բացառիկ իրենց սարքի մեջ տեղադրելու համար։ Թանկարժեք տեխնիկան ինստիտուտը ձեռք է բերել բյուջեի միջոցներով բարձրագույն կրթության գիտության կոմիտեի դրամաշնորհով։ Գերմանիայից էլ մասնագետ է եկել վերապատրաստել մերոնց ինչպես փոշի նյութը էլեկտրական հոսանքի ջոուլի էֆեկտով արագ վերածեն պինդ զանգվածի, որ դրա ֆիզիկա-մեխանիկական հատկությունները ստուգելուց հետո որոշվի, որտեղ այն կարելի է կիրառել։ Նորույթը հպարտությամբ ներկայացնում են լաբորատորիայում։ Էլեկտրակայծային եռակալման սարքավորումը սա է, ինքը իրանից ենթադրում է բարձր ջերմաստիճանային վառարան, որտեղ նաև կարող են գործել բարձր ճնշումներ, պրոցեսը կարելի է իրականացնել եւ վակուումում եւ իներտ միջավայրում, կախված նյութի տեսակից։ Սարքն արժեցել է մոտ 150 միլիոն դրամ եւ տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունում մասնավորապես ինքը միակն է եւ եզակին։ Փորձը դժվարահալ կարբիդով, նատրիտներով թե քիմիական խառնուրդ բարդ նյութերով լինի, գործընթացն ամբողջությամբ կառավարելի է։ Սարքին հնարավոր է հրահանգել ինչ ժամկետում փորձանմուշը մշակի, տաքացնի, հալեցնի, սառեցնի։ Այստեղ երևում է ճանապարհը տաքացման, ինչ ռեժիմով է սարքը իրականացնելու process-ը։ Ծրագիրը տրված է տեխնիկան րոպեների ընթացքում այնքան արագ է ներսում ապահովում 2000 աստիճան տաքություն, որ կողմնակի ռեակցիաները չեն էլ հասցնում սկսվել, ինչի շնորհիվ վերջնարդյունքը բարձր մաքրություն է ունենում։ Բացի այդ, տվյալ եղանակով եռակալումը 50-ից 70% տնտեսապես շահավետ է իջեցնում է նյութի ինքնարժեքը, հետագայում երաշխավորելով դրա էժան արտադրությունը։ Գործընթացի առավելություններն է թվարկում Մարիետա Զաքարյանը։ Այս եղանակով հնարավոր է եռակալել կերամիկական նյութեր, մետաղներ եւ համաձուլվածքներ, տարբեր կոմպոզիտներ, գերբարձր ջերմաստիճանային նյութեր, ինչպես նաեւ բարձր էնտրոպիական նյութեր, որոնք որ պարունակում են հազվահողային տարրեր։ Մինչ մենք նկարահանումը կվերջացնենք, սարքն ավարտեց հանձնարարությունը կաղապարի մեջ լցված փոշին վերածելով նոր փորձի պատրաստ կարծր զանգվածի։ Կարողացանք կարճ ժամանակահատվածում ընդամենը 30 րոպեվա ընթացքում Մաքս ֆազի փոշուց ստանալ հոծ նմուշ, որի վրա արդեն կարող ենք չափել մի շարք մեխանիկական եւ ֆիզիկական հատկություններ։ Նոր սարքն ընդամենը 4 ամիս է, ինչ պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիայում է արդեն հասցրել է արագացնել նյութագետ, ինժեներ, քիմիկոս, ֆիզիկոսների գիտական տարբեր փորձեր։ 60 հետազոտություն այս ամիսների ընթացքում արվել է։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյուրքչյան լուրեր։